Բարև ձեզ։ Հայաստանի քաղաքական օրակարգը բավական հագեցած է բովանդակային եւ ասեմ այսպես խորհրդանշային զարգացումներով։ Հանրային քաղաքական շրջանակներում բուրըն արձագանք է առաջացրել կառավարության որոշումը, ըստ որի առաջիկայում Հայաստանի Հանրապետություն սահմանահատման կնիքների վրայից հանվում է Արարատ-Լեռան պատկերը։ Իշխանության պարզաբանումներում պատճառները շատ են միջազգային նորմերին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից մինչև հարևանների ուղղությամբ վտանգավոր անտեղի մեսիջներ ուղարկելու աննպատակահարմարությունը։ Ընդդիմությունը բնականաբար չի ընդունում այս պարզաբանումները, համարում է, որ սա պարզապես հրաժարում է ազգային ինքնության խորհրդանիշներից մեկից։ Այնինչ ասում է եւ անում է կառավարությունը մեծ հաշվով տեղավորվում է իր կողմից առաջարկված իրականացվող, պաշտպանվող գաղափարախոսությանը, իրական Հայաստանի գաղափարախոսությանը եւ տեղավորվում է այս շրջանակներում։ Ըստ էության այս մասին էր նաև Հանրապետության վարչապետի խոսքը, զրույցը դերասանների հետ ցանկապատ ներկայացումից հետո նա զրույցի ժամանակ ասաց, թե Հայաստանը սարքելու համար պետք է ոչ թե ցանկապատերը քանդել, այլ ցանկապատ դնել, որովհետև երբ չկա ցանկապատ, չկա Հայաստան։ Ասել է, թե պատկերավոր ասած ցանկապատը, այստեղ ցանկապատ ասելով պետք է հասկանալ սահմանազատված, սահմանագծված լեգիտիմ սահմաններ, դիտարկվում է որպես պետականությունը պահպանելու, պաշտպանելու խորհրդանիշ։ Դե իր ցանկապատ ներկայացումից հետո արդեն սկսվեց կինոն սոցիալական ցանցերում, հասարակությունը բևեռացված է, մի մասը սկսեց թիրախավորել դերասան Մկրտիչ Արզումանյանին, մյուս մասը, այդ թվում իշխանական գործիչները եւ ինքը վարչապետը իրենց աջակցությունը եւ զորակցությունը հայտնեցին դերասանին։ Նման բևեռացումներ, թիրախավորումներ, նման կոշտ հակադրություններ մենք առաջիկայում իհարկե շատ ենք տեսնելու, քաղաքական դաշտը կամաց-կամաց մոտենում է, գնում է դեպի 2026 թվականի ընտրություններ։ Որ թեմաներն են լինելու այս նախընտրական շրջանում բանավեճի հիմնական թեման, խաղաղություն, անվտանգություն, իրական Հայաստանի շուրջ գաղափարական բանավեճ։ Իդեպ այս ամենի մասին խոսեց վարչապետը նաև օրերս Երևանում կայացած համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն 2025 համաժողովի ժամանակ։ Սա է նաև մեր օրակարգը, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես սկսենք կառավարության որոշումից, որով սահմանահատման կնիքների վրայից դուրս է բերվում Արարատ-Լեռան պատկերը։ Դուք ինչպես եք վերաբերում այս որոշմանը, արդյոք ձեզ բավարարում են կառավարության պարզաբանումները եւ արդյոք ձեր կարծիքով հանրությանը բավարարում են այդ պարզաբանումները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, հարցը եթե մի քանի անկյունից դիտարկենք, իբրև հայ, ով ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, ապրել է, այստեղ դպրոց է գնացել, կրթություն ստացել, փողոց դուրս եկել, շփվել, Արարատ լեռի հետ կապված որևէ խոսակցություն ինձ համար հուզական առումով դժվար է խոսել այդ ամեն ինչի մասին։ Ես հասկանում եմ մեր բոլոր հայրենակիցների վրդովմունքը, ովքեր ապրում են այդ վրդովմունքը, ովքեր չեն կարողանում այս որոշման հետ հաշտվել, բայց կոչ եմ անում, որ դուրս գանք այդ իրավիճակից եւ փորձենք բացառապես հայի աչքերով այս ամեն ինչին չնայենք, միջին վիճակագրական ճապոնացու, իտալացու աչքերով այս իրավիճակին նայենք, մի երկիր, որը սահմանակից է Թուրքիային, Արարատ լեռը, որը պատմական հայերի լեռն է, համայն հայության խորհրդանիշը եւ սիմվոլն է, հարևան պետությունը Թուրքիայի հարևան մի պետություն, ինչպիսին Հայաստանն է, իր անցագրային կետերում կնիքի վրա դաջել է Արարատ լեռը։ Դա ինչ մեսիջ է ի վերջո։ Հասկանալու են մեզ միջին վիճակագրական իտալացիներն ու չգիտեմ ճապոնացիները։ Լավ, իրենք հասկացան, հարևան պետության մոտ դա ինչ որ տարածքային պահանջների նկրտման մասին առնվազն խոսակցություն կարող է հարևան պետության ներսում բացել, թե ոչ։ Կարող է, եթե լավ եկեք մի հատ իրավիճակ վերցնենք, մենք վերցնում ենք, չգիտեմ,
Վանա լիճը, որը էլի Թուրքիայի տարածքում է, ու ասում ենք սա հայկական, պատմական հայկական տարածք է եւ մենք պետքա վաղ թե ուշ վերադառնանք։ Հիմա դաշնակցականներն էլ այդ թեմատիկայով բազմաթիվ երգեր ունեն, չէ՞։ Մուշից հասնում են Սասուն, Արդահանով մտնում են, չգիտեմ, հասնում են Տարապիզոն ու չգիտեմ ուր ասես։ Մենք պետք է հասկանանք, ի վերջո 29500 քառակուսի կիլոմետր ինքնիշխան սուվերեն պետությունը պահում ենք, փայփայում ենք, հզորացնում, ուժեղացնում ենք, թե այդ պետությունը այլ ավելի խոցել ենք դարձնում։ Ես այս համատեքստում եմ այս հարցին նայում։ Արարատ լեռի հետ կապված որևէ խոսակցություն, ինչպես օրինակ Ծիծեռնակաբերդի հետ կապված որևէ խոսակցություն, շահարկում, ճղճի մանիպուլյացիա ինձ համար անընդունելի է։ Սա սրբապղծությանը հավասար մի բան է։ Երբ որ դու ինքդ հասկանում ես, որ չունես, քո պետությունը ունակ չի, օրինակի համար, պայմանական, Արարատ լեռը հետ բերել եւ դու անընդհատ Արարատ լեռի նաեւ այդ հանգամանքը եւ դերը նշանակությունը հայ հասարակության մեջ իմանալով շահարկում ես ու փորձում ես դրա վրա կեղտոտ քաղաքական դիվիդենդներ հավաքել, դա սրբապղծություն է։ Տեսեք, այս մարդկանց գործելավոճը, ովքեր որ հիմա թիրախավորում եւ քննադատում են այս որոշումը, շատ բան չի փոխվել։ Կար ժամանակահատված, որ թիրախավորում էին Եռաբլուրը եւ Եռաբլուրում պարկած մեր տղաների ծնողներին։ Գործիք էին դարձնում, փորձում էին իրենց կեղտոտ քաղաքական քննարկումների մեջ ներքաշել։ Կար ժամանակահատված, որ կիրանցներ դարձել իրենց համար սրբության սրբոց։ Կար ժամանակահատված բոլորովին վերջերս, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կանգնել է վերանորոգման, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն են դարձրել ընդդիմություն կոչվածը, իսկ իրականում դեռևս Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու պայմաններում Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանների այդ հավաքածուն իրականում Հայաստանի Հանրապետության ուղղությամբ նոր սպառնալիքներ է փորձում գեներացնել։ Հնարավոր ամեն ինչ օգտագործելով Ղարաբաղ վերադարձ, ղարաբաղցիների վերադարձ, Արարատ Արագած, այս հակադրությունները ինչի է մցրվում հասարակության մեջ, շատ հատուկ է։ Սոցցանցում մի այսպիսի հարցադրում տեսա, թե հաստատում չեմ հիշում, որ եթե մեր սահմանահատման կնիքի վրա Արարատն է, իսկ Թուրքիան կարող է պատահական չէին այն խոսակցությունները, որ ցանկանում են անցակետնել, կոչել Թալյաթի անունով։ Գուցե դա է կանխվել։ Ընդունենք մի իրավիճակ, որ թուրքական կողմը վերցնում եւ կառավարության շենքը, որը իրականում պատմամշակութային կոթող է, կառավարության շենքը վերցնում դնում է Թուրքիայի անցագրային կետի կնիքի վրա։ Մեզ դուր է գալու։ Մեզ միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ բողոքավորներին դուր է գալու։ Ինչ դուք պատկերացնում եք ինչ վայնասուն կբարձրացնեն Հայաստանի Հանրապետության մեջ։ Դե հիմա այ տեսեք պլանները Թուրքիայի սա փորձ է ջնջել մեր ազգային հիշողությունը, խորհրդանիշը, մեր ինքնությունը եւ այլ այս թեմաները։ Դե գիտեք դա ինչի է նմանվում։ Դա նմանվում է նրան, որ սահմանը եկեք չբացենք, հակառակ պարագայում սահմանը բացելու պարագայում մենք կթրքանանք։ Ես էլ միշտ հակադարձում եմ, ասում եմ, դե եթե մենք պիտի թրքանայինք եւ Թուրքիան դրա մասին գիտեր, իսկ Թուրքիայում վստահաբար խելոք մարդիկ նստած կան։ Ինքը չէր փակի սահմանը եւ սահմանը բաց կպահեր։ Ամեն դեպքում այս հարցը առաջիկայում դառնալու է իշխանություն ընդդիմություն բախման նոր առանցք։ Մի թեմա, որ իշխանությունը ու ընդդիմությունը ինչի շուրջ ուզում են, թող բախվեն։ Դե 7 տարի շարունակ, ավելի ճիշտ վերջին 4 տարին, վերջին գումարման խորհրդարանը ժողովուրդը անհաղորդ է իշխանության, թե ընդդիմության այդ բախումներից։ Ամեն դեպքում այն ինչ անում է իշխանությունը համաձայն եք այդ դիտարկման հետ, որ արվում է իշխանության կողմից առաջարկված իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակների ներս։ Ոչ միայն իրական Հայաստանի, երեք միջոցառմանը վարչապետը նաև նշեց, որ այս փոփոխությունների հիմքում դրված է լեգիտիմությունը առաջին հերթին։ Լեգիտիմությունը շատ կարևոր է։ Այն ինչի հետ մենք իրականում վերջին 3 տասնամյակում հաշվի չենք նստել։ Մեզ համար Աղդամ Նակնայ է եղել, Քելբաջարը Քարվաճար, մենք ջայլամի պես գլուխներս փոխել ենք ավազի մեջ, մեր շուրջը չտեսնելով, թե ինչ է տեղի ունենում։ Մենք հրճակել ենք ի վերջո տարածաշրջանի ամենամարտունակ բանակ մեզ,
իրականում այս տարածաշրջանում չնկատելու տալով Թուրքիայի բանակը, Ադրբեջանի օրորի հզորացող բանակը, Իրանի Իսլամական Հանրապետության բանակը, մենք տարածաշրջանի ամենան էինք մեզ հռչակել։ Սա մեզ կտրեց իրականությունից։ Լեգիտիմությունը շատ կարևոր է։ Տեսեք, Իրանցը իրականում օրինակ է։ Ես ինքս էլ եղել եմ Իրանցում նախորդ տարվա սկզբին սահմանագծումից եւ սահմանազատումից հետո գյուղը ապրում է, կյանք կա։ Սահմանը եւ նախկինում եղած սահմանագիծը, շփման գիծը, երբ որ դու իրականում վիզուալ տեսանելի է, դու կարող ես դա տեսնել եւ համեմատել։ Երբ որ դա տեսնում ես, հասկանում ես որն է պետություն, որն է պետական սահման, որը շփման գիծ, որտեղ կարող է ամեն վարքյան իրավիճակը փոփոխության ենթարկվել, կողմերից մեկը կրակի մյուսի վրա, մյուսը մյուսի վրա եւ դրանից բռնկվի պատերազմ։ Իսկ մենք պետք է այդ լեգիտիմությունը հաշվի առնենք, այդ մեր պետության 29800 քառակուսի կիլոմետրանոց տարածքը ընդգծենք, սահմանագծենք ու անցնենք առաջ։ Ցանկապատին եկանք հասանք։ Իրանցը այն հատվածն է, որ կառուցված է ցանկապատը։ Եվ սահուն անցնենք այդ ցանկապատ ներկայացմանը, ցանկապատ կառուցել թե քանդել, արդյոք վարչապետի այդ զրույցը, խոսքը ցանկապատելու, այսինքն իրական Հայաստանի կոնկրետացման մասին էր։ Ձեր ասած լեգիտիմության, լեգիտիմ սահմանազատել, սահմանագծել եւ ցանկապատել Հայաստանի տարածքը։ Ես կարծում եմ հենց դրա մասին էր եւ իզուր չէր, որ այդ խոսակցությունը հենց մտավորականների առաջ բարձրացվեց։ Գիտեք, ես իրականում մտավորական բառն էլ որ օգտագործում եմ, բավականին զգուշավորությամբ եմ օգտագործում։ Դերասաններ, արտիստներ։ Այն շրջանակը, որը որ իրեն մտավորականություն է հռչակել եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տարվա մի սեզոնին այս քաղաքական ուժի տակ ապարկած, տարվա մյուս սեզոնին են քաղաքական ուժի տակ ապարկած եւ իր կարծիքն ու դիրքորոշումը հիմնականում պայմանավորված է կոնկրետ քաղաքական ուժերի դիրքորոշմամբ եւ ընդհուպ նաեւ շահագրգռվածությամբ, գուցե նյութական, իրենց դեպքում այդ գուցեն ավելի հավանականին է մոտենում։ Ես նրանց մտավորական չեմ համարում։ Իսկ այն ինչ որ տեղի ունեցավ այդ ներկայացումից հետո դա ուղղակի պարզ քննարկում էր հանդիսատեսի եւ այդ ներկայացումը մատուցողների միջև, իրականում, որովհետեւ պետք է հասկանալ ինչ մեսիջ էին իրենք ուզում հղել, իրենք ինչ են մտածում։ Ընդհանրապես երկխոսություն, որից ջղաձգվել են որոշ ռոբասերժական շրջանակներ հիմնականում ու ինչ են անում, թիրախավորում են մի մարդու Մկրտիչ Արզումանյանին, ով տարիներ շարունակ գոնե թե վերջին 2018 թվականից հետո ասենք, հա, քաղաքական որևէ տեսակետ արտահայտելով ինքը աչքի չի ընկել։ Մարդ, որը ապա քաղաքական է, բացարձակ քաղաքականացված չէ, կողմերը տվյալ պարագայում, իսկ այդ ամեն ինչ սկսվել է առաջին հերթին հենց այդ շրջանակից, որ թիրախավորեցին Մկրտիչ Արզումանյանին, ինչի համար, որ հանդիսատես, միևնույն ժամանակ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսել է։ Սա անթույլատրելի է, խայտառակություն է։ Եվ գիտեք, ես մի բան նաև փաստեցի, որ հասարակությունը էլի այս հարցին էլ շատ adekvat աչքերով է նայում եւ այն փոքրիկ խմբակը, որը որ թիրախավորել է Մկրտիչ Արզումանյանին, հակառակ էֆեկտն է ստացել իրականում։ Թե մի կողմը թիրախավորել է, մյուս կողմը աջակցություն է հայտնում, իշխանության ներկայացուցիչը, այդ թվում վարչապետը, սրա տրամաբանությունը որն է, էլի մեծ հաշվով ճիշտ է, դերասան, հա, խոսք, վերաբերմունք եւ լրացնելը որևէ պարագայում, ավելի ճիշտ կոնսենսուս մինուս մեկի շրջանակում մեկուսացնելը բոլորին քաղաքացիական պայմանագրից եւ վարչապետից։ Եվ այս ամենը 2026 թվականի ընտրություններին ընթառաջ 2026 թվականի ընտրություններին ընթառաջ Գյումրու եւ Փարաքարի օրինակը, չգիտեմ, մտքներում պահած, իմ հաջորդ հարցը դա էր, ինչ վերատասավորումներ սպասել, ինչպիսի առճակատումներ սպասել եւ ուժերի ինչպիսի վերատասավորություն սպասել, ինչ կունենանք մինչև 2026 թվականը։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։
Իհարկե սա ազատ զրույցը Free News-ի եթերում ես զրուցում եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, պարոն Մկրտչյան, մենք խոսում էինք ներքաղաքական իրավիճակի եւ զարգացումների մասին, հնարավոր կամ ոչ թե հնարավոր, այլ արդեն կարծես թե սկսված ներքաղաքական վերադասավորումների եւ դասավորվածության մասին 2026-ին ընթառաջ։ Ինչ եք տեսնում։ Մինչև 2026 իրականում եւս մեկ արճակատում է սպասվում։ Ինչ թեմայով։ Տեղական ինքնակառավարման մարմիններից մեկում Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրություններ են, որի շուրջ ելի կա լրջագույն հետաքրքրվածություն կոնկրետ շրջանակների կողմից։ Հիմա ինչ եմ ես այս թեման բացում, որովհետև նաև ես խնդրում եմ մեր հայրենակիցներին ձեր թույլտվությամբ օգտվելով առիթից նաև մեկնաբանությունների դաշտում իրենց կարծիքն արտահայտեն իմ թեկնածության առաջադրման մասով, ես ուզում եմ ինքն առաջադրվել, այսինքն մտածում եմ առնվազն այս փուլի համար, առաջադրվել թե չառաջադրվել, ինձ համար շատ կարևոր է մեր հայրենակիցների կարծիքը։ Վաղարշապատ խոշորացված համայնքում իրականում լինելու է արճակատում, Գյումրիի տարբերակը։ Գյումրիի տարբերակը փորձում են խաղարկել, բայց ես ամենայն պատասխանատվությամբ այս փուլից կարող եմ հայտարարել, միակ հարցը, որը շատ է տրվելու իմ կարծիքով, այս փուլից կանխելու համար այդ հարցը, ով է լինելու Էջմիածնում քաղաքապետ, ես կարող եմ վստահաբար մեր հայրենակիցներին երաշխավորել, որ իմ առաջադրվելու պարագայում, եթե օրինակի համար ես առաջադրվեմ, այդ որոշումը չունեմ առայժմ վերջնական, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մնացուկներից որևէ մեկը քաղաքում իշխանություն ունենալու շանս չի ունենալու։ Երբ են ընտրությունները։ Նոյեմբերի 16-ին են ընտրությունները, իսկ մինչ այդ վերադասավորումների իրական հարթակը հենց Վաղարշապատ խոշորացված համայնքն է, որտեղ գործող խաղացող ուժերը փորձում են առաջադրվել, այո, իրենց տեխնացուներին առաջադրել համապետական մասշտաբում ինչ է լինելու։ Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ քիչ թե շատ առողջ ուժը չի կարող բանավիճել եւ այդտեղ, չգիտեմ, տեսակետների բախման մեջ մտնել իշխող ուժի հետ։ Իրական Հայաստանի հետ ես էլ խնդիր չունեմ։ Ի տարբերություն քաղաքացիական պայմանագրի շատ անդամների ես դեռ 2022 թվականին էի այդ առաջարկը թե հրապարակային, թե նաև մասնավոր զրույցներում արել, որ պետքա գնալ, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալելով, որ Ադրբեջանը նաև փոխադարձաբար մերը կճանաչի։ Երեք միջոցառման ժամանակ վարչապետը փաստեց նաև, որ այլ տարբերակ չուներ ինքը։ Եվ Պրահայում տեղի ունեցած գործընթացները շրջադարձային էին իրականում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ եթե կռիվ տվողների քանակն ենք նայում եւ նայում ենք թե ովքեր են նրանց շրջանում ռումբ անգել եւ չեն հասկանում ով ոնց պիտի այդ էլեկտորատը կառավարի։ Ռոբերտ Քոչարյանը իր ուղղությամբ է քաշում, Ռուսաստանի Դաշնությունից գործուղված Սամվել Կարապետյանը իր ուղղությամբ է քաշում, երրորդ նախագահը իր, հա։ Այն տերտերական թևը, որը քաղաքականացված ու խիստ քաղաքականացված ու իմ խորին համոզմամբ 2026-ից առաջ ի վերջո ես հասնելու եմ նրան, որ իրանք իրանց վեղարը հանեն եւ նորմալ վերնաշապիկով, փողկապով, կոստյումով գան քաղաքական դաշտում զբաղվեն։ Այդ մասին էլ կխոսենք, բայց գուցե այնինչ դուք թվարկում եք այդ թևերը հետո ընտրությունների ժամանակ կամ Գյումրու օրինակը ունենալով ընտրություններից հետո ոչ թե իրենք իրականում եթե վերցնենք եւ դիտարկենք բացառապես Հայաստանի Հանրապետությունում նրանց հարաբերությունները, իրանք շատ լարված հարաբերություններ ունեն, շատ բան կա, որ չեն կարողանում իրար հետ կիսել, բայց Արտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանն էլ, ասենք, ցեղական, չգիտեմ, տոհմային հակասություն ունեին, ընդհուպ արյուներ թափել այնտեղ, հայտարարում բայց կարծում եմ այդ հարցը ոչ թե Երևանից կարգավորվեց Գյումրին, այլ հենց Գյումրին մենք էլ պիտի օրինակ վերցնենք ու մեր հայրենակիցներին բացատրենք, որ իրենց բոլոր հակասություններով հանդերձ մեկ զանգը Մոսկվայից այս մարդկանց կոնսոլիդացնելու է։ Սա է սցենարը։ Մարտավարության մասով, ընդգծված մարտավարություն եմ նկատում արդեն իսկ ձևավոր անձևների շրջապատում, այսպես ասեմ, քանի դեռ իրենք ապաքաղաքական են, դա էլ մի բան է, էլի, ստեղծում են
միավոր շարժում անունը դնում են քաղաքական հայտարարություններ են առավոտից երեկո անում վարչապետի հեռացման սցենար են դիտարկում, բայց իրանց անունը դնում են ապաքաղաքական, դե որ դուք ապաքաղաքական եք, մեկը չկասի, ինչ գործ ունեք շարժման մասին է խոսքը, այո, իրանց ձևով կամ առասարակ անձերների մասին։ Այս շրջանակը կոնկրետ ընտրել է մարտավարություն մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակը չափելով, տեսնելով, որ իրականում խնդիրներ մի տնից չենք, մի հալ ենք ժողովրդի ասած, էլի, մեր ժողովուրդը լավ պայմաններում չի ապրում, խնդիրներ ունի։ Ինչ են անում, օրինակ Վանաձորում վանաձորցիներին խոստանում են 1000-ումի գործարան։ Վաղարշապատում Էջմիածնում կարան խոստանան 1000-ումի եկեղեցի։ Կգան Երևան, երևանցիներին առհասարակ կասեն դուք չեք աշխատելու, սիրելի երևանցիներ, դուք զարդարելու եք ձեր տան բազմոցը, ձեր փոխարեն, չգիտեմ, հնդիկներն են աշխատելու, Իրաքից իրաքցիներին կբերենք կաշխատեն, Սևանը կսարքենք մի հատ չգիտեմ ինչ։ Սևան էլ չի կոչվի։ Դուք ինչ գործ ունեք, սևանցիներ ջան, ձուկ բռնեք, աշխատեք, դուք չեք աշխատել։ Այսինքն մարդկանց սոցիալական վիճակն է հիմնականում թիրախավորվել եւ սոցիալական կարգավիճակի վրա նուրբ լարերի վրա խաղալով փորձում են ձայներ կորզել, որովհետեւ քաղաքականության մեջ իրանք ապաքաղաքական են, այստեղ չի կարելի իրանց հետ վիճել։ Իրանք իրականում ապաքաղաքական են, որովհետեւ Սամվել Կարապետյանին որ հարցնես կամ լրագրողները որ շատ են ասում, այ Սամվել Կարապետյանն ասում է ես քաղբանտարկյալ եմ։ Ներողություն, միշտ ասում եմ, ցիտեք Սամվել Կարապետյանից երկու շատ կարճ, համառոտ քաղաքական միտք, որ ինքը արտահայտել է։ Իրանք ապաքաղաքական են։ Քաղաքական հարթության մեջ, բանավեճի մեջ չեն կարող մտնել, քաղաքական հարթության մեջ ասելիք չունեն, ինչ պիտի ասեն։ Վլադիմիր Պուտինը ճիշտ էր, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը սխալ, ղարաբաղցիները սխալ։ Քաղաքական հարթության մեջ ասելիք այսօր ասել են պատիվ ունեմ խմբակցությունը, մի մեծ հայտարարություն է տարածել եւ իշխանությանը մեղադրելով բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերի մեջ փորձում է վերաթարմացնել իմպիչմենտի գաղափարը եւ կոչի անում համախմբվել այդ գաղափարի շուրջ։ Սա ուր է տանում, ինչ որ տեսանելի հաշվարկ արդյունքներ կարելի է տեսնել։ Գիտեք, ես ժողովրդին, մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս անեկդոտներ ձոնել այս ամեն ինչի շուրջ։ Որովհետև ի սկզբանե այս գործընթացը անեկդոտի նման էր, հաշվի առնելով դեմքերը, ում միջոցով պատիվ ունեմ այս խնդիրն առաջադրում էր։ Անունները չհնչեցնեմ, հա, ձեր եթերը չպղտորելու համար։ Անլուրջ գործընթաց, որը շարունակում է իր անլուրջ ընթացքը, ինչ ասենք։ Հաշվարկը ո՞րն է։ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ հաշվելուց։ Ազգային ժողովի 2018 թվականից սկսած հաշվարկի մինինգի տա ստացել, ինսուլտ է ստացել։ Իր մոտ չի ստացվում հաշվել։ Իսկ առաջին նախագահը հայտարարությունը վերջին եկեղեցու թեմատիկայով։ Առաջին նախագահը, գիտեք, մարդուն չպիտի մարդու մեջ եղած մաղձը, խանդը, իսկ իրականում առաջին նախագահը օրվա իշխանությանը չար խանդով է նայում։ Այն ինչ չի ստացվել իր մոտ կարգավորել հարաբերություններ հարևանների հետ կամ գոնե թե ինքը հայտարարել է, ստացվում է օրվա իշխանությունների մոտ։ Առաջին նախագահը ինձ թվում է տարիքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ այն մարդիկ, բոլոր այն մարդիկ, ովքեր առաջին նախագահի թիմից փորձում են առաջին նախագահին հաջորդելով առաջին նախագահի շատ ասածներ խառնել, այլ երանգներով ներկայացնել, դա էլ իրանց խնդիրն է։ Գիտեք, առաջին նախագահը անսկզբունք մի մարդ է, ով Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին անվանում էր թաթար մոնղոլներ, թաթար մոնղոլական կառավարումը թող լինի, լավ, դե հիմա կառավարության գլուխն էլ Սերժն ու Քոչարյանն էին, էլի պապս չէր։ Ասում էր թաթար մոնղոլներ ասպատակում են Հայաստանը, ճիշտ էր ասում, թաթար մոնղոլական ասպատակությունից էլ բեթար էր այդ 20 տարվա մեր ապրածը, մեր հայրենակիցների ապրածը, իդեպ հենց այդ փակ սահմանների թաթար մոնղոլական արշավանքի արդյունքում չակերտավոր Տեր-Պետրոսյանական բնորոշմամբ Հայաստանի Հանրապետությունից դուրս է եկել 1 միլիոն 200,000 մեր հայրենակից։ Դրան սպիտակ գենոցիդ են ասում, եթե չեմ սխալվում։ Ուր են այդ ցեղասպանության համար կուրս ծեծող
վայ հայրենասերները այդ հարցը իրանց չեն տվել, իրանց հարևանը, իրանց բարեկամը, իրանց հարազատը, ինչի՞ այդ 30 տարվա մեջ ուղակի խաչ քաշեց այս հողու ջրի վրա ու գնաց օտարափերը։ Հիմա դատելով առաջին նախագահի վերջին կոշտ հայտարարությունից եկեղեցու թեմայով ուղղված վարչապետին եւ իշխանությունների եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքից եւ էլի հայտարարություններից եկեղեցու շուրջ ինչ զարգացումներ կարող են լինել։ Մի կողմ դնելով առաջին նախագահի կոշտ քննադատությունն էլ, առաջին նախագահին էլ առհասարակ մի կողմ դնելով, ես կարծում եմ այն ինչ կա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մտքում եւ չեմ վախենա նաեւ ասել աշխարհասփյուր հայության մտքում, ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապված, ինստիտուտի հետ կապված, որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը բնավ ամենայն հայոց կաթողիկոսը չէ եւ ամենայն հայոց կաթողիկոսի գահը զավթած, ուզուրպացրած անձնավորություն է։ Այն որ պետքա նա հեռանա, դրա շուրջ վերջին օրերին հատկապես ես այս հարցը շատ եմ շոշափում հանրության տարբեր շերտերի հետ քննարկում։ Չի հանդիպել ինձ գեթ մեկ մարդ, ով կասի, որ ինքը դեմա Կտրիչ Ներսիսյանի հեռացմանը։ Ինքը ուզում է Կտրիչ Ներսիսյանը կամ Գարեգին B անունով կաթողիկոսը մնա։ Չեմ հանդիպել գեթ մեկ անձնավորության, գոնե թե իմ շրջապատում, ում հետ որ ես շփվել եմ։ Գուցե կան, վստահաբար կլինեն այդպիսիք։ Մարդկանց մոտ կա լուր կոնսենսուս համաձայնություն, որ Կտրիչ Ներսիսյանը պետքա գնա։ Այդ ինչպես պետքա գնա, իրականացման եւ այդ մեթոդաբանության հետ կապված մարդիկ ունեն տարընկալումներ։ Հստակ կա ընդգծված, որ պետքա կառավարությունը, իշխանությունը եկեղեցական գործերի մեջ չխառնվի։ Իսկ որքանով որ ես եմ հասկանում, վարչապետը նաև առաջադրել է իր դեմ խնդիր, դրա համար էլ ներկայանում է առաջին հերթին ոչ թե վարչապետ, այլ հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյան, ու կարծում եմ եկեղեցու ներսից այդ կրակը վառվելու է ի վերջո, ու եկեղեցին հենց ներսից պետքա ինքնամաքրման ճանապարհ։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հռոմի Պապի առաջիկա հանդիպումը կախված նրանից, թե ինչպիսի արդյունքներ կամ արդյունքներ կունենա, ինչ որ ազդեցություն կունենա այս եկեղեցու շուրջ զարգացումների վրա։ Կտրիչ Ներսիսյանը փորձում է մեզ բոլորիս ապացուցել, որ ինքը ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը զբաղեցնող, աթոռը զբաղեցնող անձնավորությունն է, որովհետև Հռոմի Պապը իրան ընդունում է։ Բայց ես Կտրիչ Ներսիսյանին մեկ այլ բան կասեմ։ Իր հետ Հռոմի Պապու հետ հանդիպմանը գնացած շատ բարձրաստիճան հոգևորականներից մեկին, որ հարցնի իր մասին, ինչ տեսակետ ու դիրքորոշում ունի ու երբ է իմ հետ կիսվե այդ դիրքորոշմամբ ու տեսակետով, իր համար շատ բան բարձ կլինի։ Ինձ թվում է Կտրիչ Ներսիսյանն էլ հասկացավ ինձ, Կտրիչ Ներսիսյանի կողքի անձնավորությունը եւս հասկացավ, բայց առայժմ լուր կմնա։ Իսկ դուք առայժմ էլի ես էլ առայժմ լուր կմնամ, քանի որ այդ անձնավորությունը խոստացել է Էջմիածնի կենտրոնական հրապարակում, երբ որ հավաքվի հոծ բազմություն, իր ձայնը եւս լսելի կլինի։ Իսկ ինքը նորից եմ կրկնում պատվիրակության կազմում Կտրիչ Ներսիսյանի հետ այսօր Հռոմի Պապու հետ հանդիպմանն է գնացել։ Բարևներ այդ անձնավորությունը, բավականին պարկեշտ հոգևորական է ինքի դեպ։ Այս հետարքիր նոտայի վրա ավարտենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, կհանդիպենք։